Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ։ Սիրելիներս, այսօր պատրաստում ենք ոսպով կոտլետներ։ Ինչ է մեզ պետք դրա համար։ Բնականաբար խաշած ոսպ, այստեղ ունեմ 2 խաշած գազար, 1 խաշած հավկիթ, կարտոֆիլը արդեն իսկ խաշվել է, ահա հեռացնեմ գազօջախից, այստեղ ունենք պաքսիմատ եւ օգտագործելու ենք համեմունքներ։ Ինչ ենք արել մինչ այս պահը։ Ես փորձեցի այս հետաքրքիր փայտե հին ավանդական գործիքի միջոցով տրորել ոսպը, ահա տեսեք, բավականին լավ է տրորվել։ Կարող եք ամենապարզ գործիքով, կարտոֆիլը ճզմող գործիքով տրորել ոսպը, իհարկե պետք է շատ լավ խաշված լինի, փափուկ լինի, որ կարողանաք հանգիստ առանց դժվարությամբ այն տրորել։ Ահա, տրորել եմ ոսպը, այս ընթացքում հասցրեցի դա անել։ Հիմա սիրելիներս շարունակում ենք, գազարը փորձենք էլի նույն ձևով տրորել, ճզմել, այսպես։ Տեսեք, ահա այսպես ճզմենք նաև գազարը։ Ադրինե։ Ողջույն Սուրեն ջան։ Ինչ ենք անում։ Ահա տեսնում ես, ես այսպես ուժեմ գործադրում, այո։ Չէ, սիրելիս, կարիքը չկա երևի։ Դե նայ հետո չասես, Դավիթ եկավ գողգող գնաց։ Իհարկե չեմ ասի։ Իդեպ նամակ գրել ես ձմեռ պապիկին, այսօր նամակ գրել օրն է։ Անկեղծ չեմ հասցրել, դեռ նույնիսկ ոչ թե չեմ հասցրել, նույնիսկ դեռ մտքովս էլ չէր անցել, բայց այսօր դուք ինձ արթնացրեցիք, ես էլ խորհուրդ տվեցի ձեր իհարկե գեղեցիկ մեկնաբանությունից հետո, որ իսկապես այսօր չենք վարանի եւ նամակը կգրենք։ Դե, ես տեսնում եմ այստեղ խոհանոցում sense հետաքրքիր պատրաստություն է եւ հետաքրքիր համեղություն։ Իդեպ անընդհատ համացանցում ալձին է պատտվում է մի ինչպես են ասում, հոլովակ, որը տարածված է շատ։ Կալեն, ծավտանը ու ներվայնացնում այնց դա արդեն, որովհետև բոլորի անուններով կա, Ադրինե, իմ անունով չկա։ Դրանից ես նե։ Որտեղից այդ անարդարությունը գալիս։ Սուրեն, ես նույնիսկ կասկած Սոնան ասում որ իմ անունով կա, բայց ես չեմ տեսել Սոնա, խնդրեմ կուղարկես դա ինձ։ Ես կասկած չունեմ, որ կլիներ։ Նայ, քո անունով էլ չկա, բայց ես կերկեմ։ Ադո, ծավտանը, ջոն, ադո, լավ մարդ, ադո, համեղ, ադո։ Բայց Սուրեն, դա էլ կա, պաստոր։ Ինչ էյա, ինչ բան։ Վերջ։ Ընտանի կատարում Այո, այսպիսի նվեր չէր կարող ավելի թանկ նվեր լինել, առավոտ շուտ, շնորհակալ եմ շատ երգի համար, խոսքերի համար, բառերի համար, շատ հաճելի իմիջայլոց, չգիտեմ ով է դա հորինելով է մտած, այո, գիտեմ, բայց ոնց է այդպես գաղափարը ծնվել, շատ լավ միտք է։ Բոլորին շատ ուրախացնում է դա։ Ամենայն դեպքում դա արհեստական բանականություն է, թե բնական բանականություն է, կապ չունի։ Կարևորը որ ուրախ էմոցիաներ է տալիս, որ հենց դրա մասին է խոսքը։ Դժվար ենք կարողանում միմյանց տալ, բայց փորձենք գոնե այս դեպքում։ Այնպես որ ադո ծավտալը Ջան Սուրո, ջան Բայց ինչ էր անում, այդ ձայնը չեմ կարող ստանամ, ափսոս իհարկե, բայց հիմա ունենք են ինչ ունենք։ Շատ շնորհակալ եմ, շատ լավ է ամեն ինչ, այո։ Եվ այսպես անցանք առաջ Սուրճ ջան, ուրեմն ինչ արեցինք, կարտոֆիլը, գազարը տրորեցինք, 1 հավկիթը, որը խաշված է, ես կավելացնեմ, էլի կտրորեմ ուրեմն այս խյուսին, եթե հարց ծագի ընդհանրապես ինչու է խաշված վիճակում, այս պարագայում, ինչու է խաշված վիճակում։ Այո, որովհետև սովորաբար այսպիսի զանգվածներին, խյուսերին մենք ավելացնում ենք թարմ հավկիթ, կպչունություն դարձնի, բայց ես մի բան եմ բացահայտել, իմիջիայլոց մամաներ ջան, ուզում եմ ձեզ հետ կիսվել, չգիտեմ խորհուրդ կընդունեք, թե ոնց կընդունեք, երբ մենք նույնիսկ ուրեմն մսային զանգվածին երբ ավելացնում ենք թարմ
հավկիթ, մենք փորձում ենք կպչունությունը ապահովենք, բայց դրանով մենք ավելի ձիգ ու պինդ ենք դարձնում զանգվածը, որը տապակվելիս ոչ թե լինում է հյութեղ եւ այսպես ջրալի, փափուկ, այլ դառնում է շատ կարծր պինդ, ավելի, այսպես ասած, ձիգ հավաքում է միսը, ես դա նկատել եմ եւ խորհուրդ կտամ թարմ հավկիթ ընդհանրապես չավելացնեք կոտլետներին։ Այս անգամ փորձեք իմ ասած տարբերակով։ Ոչ էլ եփած տարբերակով, ես հիմա բաղադրատոմսն է պահանջում եփած տարբերակով այստեղ, բայց մսային ֆարշին, այն մսային զանգվածին մի ավելացրեք որևէ տեսակի հավկիթ, ընդհանրապես բացառեք հավկիթը, հավատացում եմ շատ ավելի համեղ, փափուկ եւ ավելի ջրալի կստացվի այդ կոտլետը, քան թե հավկիթը ուրեմն օգտագործելիս։ Ադրինե, ինչ խորհուրդ տաս այսօր օգտագործենք կոտլետի հետ։ Մենք ունենք շատ համեղ թթուներ, այդտեղ կա նաև սա Շուշանի թթու է, կարծեմ, Շուշանի թթու ունենք, կարող ենք օգտագործել, նույն խավիարը շատ սմբուկով շատ լավ կլինի, Իմամ Բայալդին շատ լավ կլինի, կողքին մի խոսքով տեսականը շատ մեծ է։ Այո։ Ես շատ եմ սիրում այս ճաշատեսակը եւ կարծում եմ, որ համեղ է լինելու։ Շատ։ Հիմա ես պետք է տեղափոխեմ սա այս մեծ ամանի մեջ, որպեսզի համեմենք եւ իհարկե սկսենք կոտլետները պատրաստել։ Էլի համեմունքների մի ամբողջ բուժ սպասում է։ Անպայման, առանց դրա չի լինի։ Այո, չմոռանանք, որ այսօր նամակ գրելու օրն է, գրեք ձեր նամակները ձմեռ պապիկին, հայտնեք ձեր ցանկությունները, հուսանք, որ այդ ցանկությունները իրականություն կդառնան, իսկ ամենակարևորը ես համոզված եմ, որ բոլորի նամակներում ինչքան էլ նյութական ու շոշափելի լինեն նվերները, ամենակարևոր ցանկությունների շարքում առաջին հերթին խաղաղությունն է հայոց աշխարհին, որպեսզի այս ամենը իհարկե ավելի արդեն հանգիստ ու հետաքրքիր լինի մեզ համար, այնպես որ փորձենք այդ խաղաղությունը ապահովել եւ մաքրությունը մեր քաղաքի։ Վերջին շրջանում շատ է խոսում օդի աղտոտվածության մասին, ընկերներիցս մեկը սովորելով բժշկական ինստիտուտում երեք ասաց, որ ստուգ գում են արել այդպես ուսանողներով եւ չգիտեմ ինչքանով է դա հավաստի, բայց պարզվել է, որ 90% մոտավորապես աղտոտված է Երևանյան օդը եւ համաշխարհային ցուցանիշներով մենք առաջին տեղում ենք։ Ցավոք այդպես է եւ դրան նպաստում են նաեւ բազմաթիվ մեքենաների արտանետած այդ թունավոր գազերը, որոնք այնքան շատ են այս մեկ տարվա ընթացքում ավելացած մեքենաները, որոնք ցրտի պայմաններում, այո, քանի որ օդը սառն է, այդ թունավոր գազերը չեն բարձրանում վերև եւ մնում են սառած վիճակում արդեն փակելով եւ վերջին 2 օրը բազմաթիվ ինքնաթիռներ պարզապես չեն կարողանում վայրեջ կատարել այդ ամբողջ վիճակից մառախուղ ցակերտավոր կոչվածից եւ իհարկե փոխում են ուղղությունը հարևան Թիֆլիսում են իջնում ինքնաթիռները։ Դա իհարկե վատ է եւ վատ է, որովհետեւ այդ օդը մենք ենք շնչում, երեխաներն են շնչում եւ թունավոր այդ օդից շատ առաջանում են վատ հիվանդությունները, անբուժելի հիվանդությունները, որոնց, չգիտեմ, պետք է ինչ-որ ձև այս ամենի դեմն առնել, հակառակ դեպքում փոքր քաղաքը կվերածվի մի վայր, որտեղ արդեն էլ հնարավոր չի լինի շնչել։ Ես այսօր առավոտյան քայլերով գալիս էի հեռուստաընկերություն եւ հասկացա այն ճանապարհը, որ անցնում եմ, ես ամբողջ ընթացքում միայն մեքենաների այդ օդն էի շնչում եւ չկար ոչ մի, այսինքն երբ որ ժամանակին տեսնում էինք, որ Չինաստանում կամ որևիցե մի այդպիսի երկրում, որտեղ շատ բազմամիլիարդանոց բնակչություն ապրում, մարդիկ դիմակներով են ման գալիս ուղղակի օրը ցերեկով, զարմանում ենք ինչ են այդպես անում, արդյոք այդքան վատն է այդ օդը։ Այսօր շատ արագ այդ ամենը արյուծես եկավ հասավ մեզ մոտ եւ մենք հիմա այս վիճակում ենք եւ ցավոք սրտի ինչքան էլ փորձում ենք ուշադրություն չդարձնել, դե օդը կմաքրվի, բան, այդպես չի լինում։ Այդ օդը հանգեցնում է վատ հիվանդությունների, որոնց կանխարգելելը արդեն դառնում է ուշ եւ անիրականանալի։ Այնպես որ, չգիտեմ, ինչ որ բան պիտի արվի եւ յուրաքանչյուրս պետք է մտածենք այդ մասին, այլ ոչ թե թողնենք, ասենք, դե պատկան մարմինները թողանեն։ Այո, թողանեն, բայց մենք էլ մեր հերթին մաքուր պահենք շրջակա միջավայրը, որովհետեւ դրանից նույնպես շատ եմ նկատել, որ չգիտես ինչու, հավաքում են աղբը, այդ ռեզինը եւ վառում են ոչնչացնելու համար ու մի սև ծուխ է բռնում քաղաքում տարբեր բակերում։ Ուզում եմ հասկանամ, այդ վառողները ինչ են մտածում, այդ ինչա լինելու, այդ ծուխը ուրակորել։ Արդյոք դժվար է այդ ամենը ուղակի տանել, գցել աղբամանը, որովհետեւ հետո այդ ամենը կտարվի, այլ դնել բակում վառել, բազմիցս նշվել է, որ
տերևները վառելուց թունավոր նյութ է դուրս գալիս, թունավոր է դա, չի կարելի, դա ուղղակի տերև չի, դա ուղղակի փայտ չի, դա տերևներն են, որոնց մեջ արդեն թափվելուց հետո կան որոշակի նյութեր են հավաքվում, որոնք թունավոր նյութ են արտազատում արդեն վառելուց հետո, եւ էլ չասեմ, որ ռեզինը, ռետինը այդ ամբողջ, չգիտեմ, անիվները, ինչ որ վերջերս նկատեցի, հենց 15 թաղամասի անկյունում շատ մուգ ծուխ էր բարձրանում եւ պարզվեց, որ ինչ որ մեկը ուղղակի որոշել էր ավտոտնակի տարածքը մաքրել եւ այրում էր ամբողջ այդ ռետինե անիվները։ Եվ ոչ մեկ չեկավ ու ասել, եղբայր, ես ինչ ես անում։ Դե հիմա անկեղծ ասած բոլորը թե վախ կա մարդկանց մեջ, թե անտարբերություն, ես չգիտեմ դա ոնց ձևակերպել, բոլորը խուսափում են մեկը մյուսի հետ, գործ չունի, այսպես ասած ժողովրդական լեզվով։ Հիմա եկանք հանգեցինք այդ ողբերգությանը, կարելի ասել, որովհետեւ 2 օր քաղաքի վրա ես վերջերս ինքնաթիռով երբ որ վայրիչ ենք կատարում, սովորաբար ամպի միջով անցնելով դու տեսնում ես ամպը սպիտակ է, բայց այս անգամ շագանակագույն էր մուգ, այսինքն կեղտոտ էր այդ ամպը, որի միջով մենք իջնում ենք։ Սարսափելի։ Եվ դա ոչ թե մառախուղներ, այլ այդ կեղտոտ օդներ։ Այլ պարզապես կեղտոտ օդներ, այո, ընդհանրապես։ Այսինքն հարսի նման էլ անձրևներ չեն գալիս, որպեսզի մաքրվի, բայց ինչքան էլ գան, պիտի շատ մեծ քանակությամբ գան, որ գոնե ինչ-որ չափով այդ ամենը մաքրվի։ Այո, ամբողջ աշխարհում գլոբալ առումով շատ ծանր է էկոլոգիան, այսինքն թե ջրի պակաս կա եւ թե կեղտոտ օդ կա, այստեղ համատարած եւ այս ամենը հասել է նաեւ մեզ։ Պետք է փորձենք գոնե ունեցածը ինչ որ կերպ պահպանել, գոնե ունեցածը խնայել, որպեսզի շատ ավելի վատ փաստի առաջ չկանգնենք։ Այսպես, ես հասցրեցի այս ընթացքում Սուրեն ջան ավելացնել համեմունքներ, ուրեմն սև եւ կարմիր պղպեղներ, բնականաբար աղ, քրքում, սխտորի փոշի եւ ավելացրել եմ խմելի սունելի շատ տեղին ու համով կլինի, ընդհանրապես հատի կեղենի հետ խմելի սունելի շատ համեղ համադրություն է խորհուրդ եմ տալիս օգտագործել։ Հիմա փորձեմ խյուս զանգվածը պատրաստել, մի փոքր այստեղ ավելացնեմ ուրեմն պաքսիմատ, այստեղ միայն պաքսիմատ է պետք, էլի փափկություն առանց։ Սա իհարկե արդեն եկավ ժամանակը գնդիկներ պատրաստելու, իսկ ինչպես է այս ամենը արդեն տեղափոխվելու թավայի մեջ, կիմանանք քիչ հետո, հիմա շատ կարճ դարձար, այո, վերադառնանք շարունակենք։ Եվս մեկ անգամ բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, ահա արդեն սկսեցինք պատրաստել կոտլետները։ Հիշեցնեմ, թե ինչ ենք պատրաստում։ Այսօր պատրաստում ենք ոսպով կոտլետներ, ուրեմն զանգվածը պատրաստ է, այստեղ ոսպ է, գազար, խաշած հավկիթ, խաշած կարտոֆիլ եւ իհարկե համեմունքներ։ Ինչպես նաեւ մի փոքր պաքսիմատ ենք ուրեմն ավելացրել այստեղ։ Թավան տաքանում է արդեն, յուղը ավելացնենք, ոչ շատ այսպես թող յուղը առատ մի օգտագործեք, որպեսզի կոտլետները շատ չներքաշեն իրենց մեջ այդ յուղը։ Ամենապարզ տարբերակով սիրելիներս, ահա պատրաստում ենք գնդիկներ, վերածում ենք կոտլետի, կարող եք նույնիսկ այսպես կլոր ձևով թողնել, սիրելիներս, այսպես, որպեսզի պատառներ պատրաստեք երեխաների համար, հավատացնում եմ նրանք չեն զգա, որ սա ոսպ է եւ ոչ թե միս։ Ահա, այսպես կլոր գեղեցիկ կոտլետներ կպատրաստենք եւ կտապակենք թավայի մեջ։ Այսպես հերթականությամբ կգնամ առաջ, կարծում եմ շատ պարզ է, շատ հասանելի եւ մաչելի բաղադրիչներից, այնպես որ դուք էլ փորձեք։ Խոսքս փոխանցեմ գործընկերներից, հետո կշարունակենք։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, ավարտվեց մեր այսօրվա հաղորդաշարը, ես հուսով եմ մինչև այս պահը մեր հետ էիք, նամակները արդեն գրել եք, պատրաստել եք են համեղ նախաճաշը կամ արդեն ճաշի տարբերակը եւ իհարկե օրը շարունակելու եք բարձր տրամադրությամբ։ Սիրելիներս պատրաստ են կոտլետները ամենապարզ հասարակ բաղադրիչներից կազմված, շատ համեղ վիտամիններով հարուստ կոտլետներ, պատրաստեք եւ վայելեք։ Սիրելիներս լավ մնացեք, հետևեք ձեզ, մի փոքր օդը սառն է, պետք է լավ հագնվել, որպեսզի չհիվանդանանք։ Էնպես որ լավ եղեք եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։